Բա որ չեն ասում ապատեղեկատվություն եմ տարածում, որ ապատեղեկատվություն է, որ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ յուրաքանչյուր սցենարով ասում է, ես ազատագրելու եմ Դոնբասը, կապ չունի խաղաղ ճանապարհով թե պատերազմով։ Ֆակտ այս մարդը խոսում է, որ պատերազմը կանգնացնելու պատճառ չունի ու ինքը չի պատրաստվում որևէ տարածք զիջել Ուկրաինային, ուր մնաց Ուկրաինային տա իրավունք իր սեփական պետությունը շարունակի գոյություն ունենալ, հասկանում եք, այսինքն Ուկրաինան իրավունք չունի, մենք էս ֆիքսել ենք ԵՄ մտնելու, իրավունք չունի ՆԱՏՕ մտնելու, իրավունք չունի իր բանակը ունենալու, ատոմակայաններ ունենալու իրավունք չունի։ Ուկրաինան պետք է լինի մի հատ փոքրիկ ինչ-որ վայենի զոնա կոպիտ ասած։ Այ դա է Պուտինի երազանքով մարդը փաստով էլ խոսում է ու ասում է, որ ոչ մի տիպի բանակցությունների իրան ձեռ չի տալի։ Այս պահի դրությամբ ժողովուրդ լինենք անկեղծ։ Տեսականորեն բոլորը ասում են, հա խաղաղություն ա եղնելու, խաղաղ ա լինելու ամեն ինչ, ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ավարտվում ա, չկա տենց բան։ Գործնականում մեկը մեկին չեն հասկանում։ Պուտինը ասում է Դոնբասը իմն ա, Զելենսկին ասում է, ես քեզ ոչ մի բան չունեմ տալու։ Պուտինը ասում է բանակ պետքա չունենաք, Զելենսկին ասում է պետքա ունենանք։ Պարզա պետք է այսպես էլ եղներ ժողովուրդ ջան։ Իսկ ովքեր ասում են, որ ես ապատեղեկատվություն եմ տարածում, հարգելիներս մի հատ նախ եւ առաջ դուք լուրերը նորմալ նայեք, ընթերցեք կամար հասարակ պաշտոնական աղբյուրներին հետևացեք, հետո նոր եկեք ինձ ասեք, ես ինչ-որ բան ապատեղեկատվություն եմ տարածում կամ ինչ եմ անում։ Իսկում էլ հաճելի չի, կարաք չնայեք, բարի գիշեր, խաղաղ գիշեր բոլորի։